Տավուշի վերին կարմիր աղբյուր գյուղը կառավարությունը ճանաչեց հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայնք, ոռոգման ջրի ու հողի հարկը կփոխհատուցվի։ 29 միլիոն դրամ հատկացում ենք կատարում, առաջարկում ենք կատարել, որի հետևանքով 649 հողի սեփականատերեր ամբողջությամբ կստանան իրենց հողի հարկի փոխարեն փոխհատուցում, այսինքն կվճարենք մենք, եւ ջրօգտագործողներ շուրջ 95 կստանան 50% փոխհատուցում իրենց օգտագործած ոռոգման ջրի դիմաց։ 128 դիտակետից կվերահսկեն ստորերկրյա ջրային ռեսուրսները։ Կառավարությունը հավանություն տվեց ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին։ Կգնահատվի ստորերկրյա ջրերի որակական եւ քանակական փոփոխությունները, կապահովվի ռացիոնալ կառավարումը։ Հանքարդյունահանող մի քանի ընկերություններ մտադիր են վերամշակել նաև պոչամբարների ապարները։ 1800 աշխատատեղ խոստացող ծրագիրը $200 միլիոն նախնական ներդրում կպահանջի։ Սա նոր տեխնոլոգիա է առաջարկվողը եւ համաձայն այդ տեխնոլոգիայի պարտավորվում են ու աշխատանքները կպարզենք մինչև 95-ից մինչև 98% մաքրության վերամշակում։ Արմեն Գևորգյանն այլևս փոխվարչապետ ու տարածքային կառավարման նախարար չէ։ Կառավարությունն ընդունեց նրա հրաժարականը։ Վարչապետն ասաց, հիմնավորումը գործունեությունը մասնավոր ոլորտում շարունակելն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար եւ պարոն Գևորգյանին ցանկանում եմ հաջողություններ։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, բոլոր ընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին այս տարիների աշխատանքը վստահելու համար։ Ես իրոք մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում։ Սոցիալապես անապահով եւ սահմանամերձ համայնքների ուսանողների կրթաթոշակները փոխհատուցելու համար կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրեց 140 միլիոն դրամ, ԱԻՊ կրթական հիմնադրամին պահուստային ֆոնդից 214 միլիոն դրամ։ ԱԻԲ-ը համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ սկսում է կրթության գերազանցության ազգային ծրագիրը։ 10 տարում 2000 միջազգային որակավորման ուսուցիչ կհավաստագրվի։ Թիվ 60 դպրոցը երբ փորձել են վերանորոգել, պարզվել է 150 քառակուսի մետրը հրուշակեղենի արտադրամաս է, 450-ը տրված է վարձակալությամբ, նաև տարածքում ապօրինի բնակվում է 1 ընտանիք։ Վարչապետի հանձնարարականով այս կարգի խնդիրներ ունեցող կրթօջախները կգույքագրվեն։ Կարելի է դպրոցը եւ մանկապարտեզը սեփականաշտորել, բայց միայն երբ որ գնորդը պետք է իրականացնի ուսումնական գործընթաց։ Հակառակ բոլոր դեպքերում օրենքը խիստ արգելում է սեփականաշտորման գործընթացը։ Հարկավոր է գույքագրել մեկ անգամ քաղաքապետի եւ մարզպետերի հետ գույքագրեք, որ դպրոցում ինչ ունեք վարձակալած տված, վարձակալության իրավունքով եւ հարկավոր է քննարկել կոմպլեքս լուծում տալիս հարցի։ Բարձրագույն կրթությամբ զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետը առաջարկվեց համարել պետական կառավարման ոլորտի ստաժ։ Այս հարցը որոշ խմբագրմամբ կուղարկվի ազգային ժողով։ Աննա Բալյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։